Մենք այսօր կխոսենք մարդու բնական եւ հոգեվոր ցանկությունների մասին։ Բնականաբար այստեղ նոր հայտնագործություն անելու անհրաժեշտություն չկա, բայց կարծում եմ յուրաքանչյուրս էլ մեր կյանքի ընթացքում հաճախ առիթ պիտի ունենանք անդրադառնալու մեր ցանկություններին։ Գիտեք, շատ հաճախ մեր ցանկությունները կարող են լինել մեր ամենաթույլ կողմերը, այն իմաստով, որ եթե դիմացինը գիտի ես ինչ եմ ցանկանում, ես ավելի հեշտ դառնում եմ կառավարելի։ Մեր ցանկությունների հետ հոգևոր աշխատանքը, հոգևոր պայքարը մեզ կարող է օգնել, որպեսզի մենք ավելի ամրանանք եւ մեր հավատքի մեջ եւ նաեւ մեր հոգևոր կյանքի ընթացքում։ Բնական է, որ յուրաքանչյուր մարդ ունի ցանկություններ, առանց ցանկության որևէ մեկը գոյություն չունի։ Այդ ցանկությունները կարող են առաջանալ ամենապարզ իրավիճակներում, կենցաղային հարցերում, մարդկային հարաբերություններում, ամենտեղ այդ ցանկությունները կարող են առաջանալ ուտելու ցանկությունը, հագնվելու ցանկությունը, հայտնի լինելու ցանկությունը, շատ ունենալու ցանկությունը եւ այլն։ Այս շարքը շատ երկար կարելի է շարունակել։ Մենք շատ հաճախ այդ մեր ցանկություններին հասնելը համարում ենք հաջողություն։ Ինչ որ մի բան, եթե օրինակ ասենք, հա, խանութի ցուցափեղկում նայում ենք մի բան, որի մասին մենք երազել ենք ունենալ, ու երբ որ մենք դա ունենում ենք, դա համարում ենք մեզ համար հաջողություն։ Բայց երբ որ դու դա ձեռք ես բերում, ինքը արդեն մի տեսակ արժեքը կորցնում է ու հասկանում ես, որ արդյոք արժեր, որ այսքան տառապել, այսքան տանջվել, այսինչ իրը կամ այսինչ բանը ունենալու համար։ Մարդիկ էլ կան, որ վստահեցնում են, որ այդպես իրենք մեծ ցանկություններ չունեն։ Եթե դա նույնիսկ այդպես է, կամ մարդիկ ավելի շատ վարպետորեն կարողանում են թաքցնել իրենց այդ ցանկությունները, կամ եթե նույնիսկ իրապես չունեն այդպես մեծ ցանկություններ, նման մարդիկ կարող են լինել լավ առաջնորդներ, ընդունելով, ասելով, որ կյանքը պիտի ընդունել այնպիսին, ինչպիսին որ կա եւ ինչ էլ որ ունես, այդքանով գոհ լինել եւ այդքանով փառաբանել Աստծուն։ Կամ էլ շատ հաճախ մարդիկ աշխատանքի մեջ այնքան տարված, ամբողջ օրվա ռեժիմով աշխատանքի մեջ այնքան տարված, որ նույնիսկ կարող է եւ ժամանակ չունենան ցանկությունների մասին մտածելու։ Իրականում, բայց մի քիչ դժվար է հավատալ, որ կարող է լինել որևէ մարդ, որ որևէ ցանկություն չունենա։ Ինչպես ես արդեն ընդգծեցի, հնարավոր է, որ մարդիկ ավելի վարպետորեն կարողանում են իրենց ցանկությունները թաքցնել։ Բայց ճշմարտությունն այն է, որ յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում ինչ որ բանի ձգտում է։ Ու դա այդ ներսումը եղած այդ ցանկությունը դու չես կարող դրա շարժը զգալ, ինչպես չես զգում, ինչպես է երկրագունդը պտտվում, բայց միևնույն է երկրագունդը պտտվում է։ Այդ նույնն էլ մեր ներսի ցանկությունները այս առումով դառնում են անկառավարելի, որտեղ դրանք գոյություն ունեն։ Նայած թե մենք հետո դրանց ինչպես ենք վերաբերում։ Եվ բնականաբար այդ ցանկությունները ներգործում են մեզ վրա ու միշտ էլ այդպես է եղել մարդկության պատմության ընթացքում, Ադամից եւ այդ սկսած, երբ որ Ադամն ու Եվան կորցրեցին դրախտը, մարդիկ միշտ ցանկանում են գտնել երկրագնդի վրա մի այնպիսի տեղ, որտեղ փուշն ու տատասկ ավելի քիչ են, որտեղ ավելի հեշտ է ապրել, որտեղ ավելի հանգիստ մարդը կարող է ապրել։ Իրականում յուրաքանչյուր մարդ այսօր մանավանդ այսօրվա իրականության մեջ, երբ որ անընդհատ քարոզվում է, որ մարդը պետք է ապրի բարեկեցիկ, որ պետք է լավ ապրելու համար պետք է սովորես, հարուստ լինելու համար պետք է սովորես եւ այլն, չգիտեմ, նման թեզեր շատ այսպես շրջանառվում է այսօր, բարեկեցիկ կյանքի ուղված, բարեկեցիկ կյանքին ուղված թեզերը, եւ սա այս աշխարհի իրականությունն է, որը աշխարհը այսօր մեզ սա հրամցնում է։ Եվ բոլորս էլ այսօր յուրաքանչյուր մարդ ցանկանում է իր կյանքը մի քիչ ավելի հարմարավետ, մի քիչ ավելի տանելի դարձնի
մի քիչ ավելի մոտենա դրախտային այդ հարմարավետ երջանիկ կյանքին։ Ու այս պատճառով շատ հաճախ մարդիկ իրենց ուժերի մեծ մասը ծախսում են ոչ թե Աստծուն փնտրելու, այլ իրենց կյանքը ավելի հարմարավետ դարձնելու, իրենց կյանքը բարեփոխելու։ Եվ նույնիսկ շատ հաճախ մենք էլ Աստծուն դիմում ենք ոչ թե Աստծուն գտնելու համար կամ Աստծուն փնտրում ենք ոչ թե Աստծուն գտնելու համար, Աստծուն երկրպագելու համար, այլ որպեսզի Աստված մեզ օգնի մի քիչ մեր կյանք ավելի տանելի դարձնել։ Բոլոր այս ցանկությունները աշխարհիկ կյանքին վերաբերող բոլոր մեր ցանկությունները միշտ մեր կյանքը ավելի հյուծում են։ Շատ ուտելու ցանկությունը եւ առհասարակ ագահությունը, նյութապաշտությունը, այս բոլոր ցանկությունները իրականում մեր կյանք ավելի աղքատացնում են եւ շատ ավելի մեզ հեռացնում այն իրական դրախտից, որից որ Ադամն ու Եվան արտաքսվեցին։ Եվ իրականում հենց այդ ցանկություններից է բխում, որ այսինքն այդ ցանկությունների հանրագումարը այն է, որ ի վերջո մեր կյանքը ավելի հարմարավետ լինի, ավելի բարեկեցիկ լինի ու այդ նպատակին հասնելու համար մենք գրեթե ամեն ինչի պատրաստ ենք։ Դրա համար նաև Ավետարանում Քրիստոս, հիշում եք, մեզ մի զգուշացում արեց առակի միջոցով, անիրավ տնտեսի առակի միջոցով, ասելով, որ աշխարհի որդիները իրենց գործերի մեջ հնարամիտ են, հա, այստեղ այդ նույն բանն է, այսինքն աշխարհիկ գործերի մեջ մեր աշխարհիկ կյանքի համար, մեր բարեկեցության համար, լավ ապրելու համար, մենք այստեղ ոչինչ չենք խնայում, մենք այստեղ շատ հնարամիտ ենք, մենք եռանդուն ենք, աշխատում ենք, խորամանկում ենք եւ այլն, բայց հոգեվոր կյանքի համար մենք ոչինչ չենք անում եւ հոգեվոր մեր ցանկությունները բավարարելու, հոգեվոր մեր կարիքները բավարարելու համար մենք շատ ավելի հաճախ ծուլանում ենք։ Մարդիկ երկու հիմնական նպատակի են հետևում, առաջինը հնարավորինս երջանիկ դարձնել իրենց այսօրվա կյանքը եւ երկրորդ այնպես ազդել մարդկանց ու իրադարձությունների վրա, որ ամեն ինչ ծառայի հենց իրենց անձնական շահին։ Նույնիսկ շատ հաճախ բարեգործություն անելիս, զոհաբերություն անելիս մարդիկ ավելի շատ դրա հիմքում տեսնում են իրենց անձնական օգուտը, երբ որ բարեգործությունը արվում է ցուցադրաբար, երբ որ մենք մեզ ինչ-որ բանից զրկում ենք, տանում ենք ցուցադրաբար մարդկանց ցույց տալու համար, որ տեսեք մենք ինչ լավն ենք կամ ինչ բարերար անձինք ենք։ Բայց քրիստոնյաները իրականում կոչված են այլ իրականության։ Այս երկու ձգտումների մեջ որևէ կերպ քրիստոնեական ընկալումները չեն տեղավորում։ Եվ այդ իմաստով նաև մենք շատ հաճախ ասում ենք, որ կամ եկեղեցու հայրերը ասում են, որ քրիստոնյաները այս աշխարհում օտար են, որտեղ քրիստոնյաների քաղաքացիությունը այս երկրին չի պատկանում, երկնային քաղաքացիություն է, որովհետև յուրաքանչյուր քրիստոնյա երկնքի իբրև քաղաքացի ձգտում է երկնքի արքայության եւ երկնային երանության։ Եվ այս իմաստով բնականաբար քրիստոնյայի ամենամեծ ցանկությունը իր մեջ Աստծո սերը բորբոքելն է եւ Աստծո սիրով ապրելն է։ Ու մենք բազմաթիվ օրինակներ ունենք քրիստոնեական իրականության մեջ, թե մարդիկ ինչեր են զոհել հանուն նրա, որ ապրեն Աստծո հետ համերաշխ, աստվածային սիրով զորացած, ծառայել Աստծուն, վստահել Աստծուն, բայց շատ հաճախ այսօրվա մեր իրականության մեջ այս օրինակները այդքան էլ կարծեք թե մեզ համար ընկալելի չեն, որովհետև մեր բնական ցանկությունները, մեր նյութական ցանկությունները նորից մեզ բերում, կապում են այս աշխարհի իրականության հետ։ Մենք ասում ենք իբրև քրիստոնյաներ երկնքի արքայության քաղաքացիներ ենք, բայց կենցաղում շատ հաճախ ապրում ենք այնպես ասես, որ մենք այս աշխարհին ենք պատկանում եւ ոչնչով չենք տարբերվում այն մարդկանցից, ովքեր որ իրապես իրենց համարում են այս աշխարհի քաղաքացիներ։ Հետևաբար մենք չենք կարող խոսել Աստծուն սիրելու մասին, մինչև չճանաչենք մեր ներսի ամենախորը ցանկությունները։ Իսկ դա մեր ներսի ամենախորը ցանկությունը
մեր ինքներս մեր անձը սիրելու ցանկությունն է, բայց սիրելու ոչ թե էգոիստաբար կամ մեր անձը փառաբանելով, մենք մեզ նկատի ունենք, որ մենք մեզ պիտի սիրենք այնպես, ինչպես որ Աստված է մեզ սիրում։ Մենք մեզ պիտի կարողանանք նայել Աստծո աչքերով, եւ սա ամենակարևոր բացահայտումն է, որ մի յուրաքանչյուրս պիտի անենք մեր կյանքի ընթացքում։ Մինչև որ մենք չհասկանանք, թե մենք Աստծո աչքին ինչ արժեք ունենք, Աստված ինչպես է մեզ վերաբերվում, մենք չենք կարողանա իրականում մեր հոգևոր ցանկությունները լիարժեք եւ ամբողջապես բացահայտել, որովհետեւ այս սիրով է պայմանավորված մեր հոգևոր կյանքը։ Շատ հաճախ մարդիկ այս իրողությունը սխալ են ընկալում կամ սխալ են պատկերացնում։ Ինչի է սա կարևոր, որովհետև երբ որ մենք ասում ենք, որ մենք ոչինչ ենք Աստծո աչքի առաջ, որ մենք ոչնչություն ենք Աստծո առաջ, հետևաբար մեզանից ինչ պետք է ակնկալել։ Բայց շատ կարևոր է, որ մենք հասկանանք, թե Աստված ինչ գին վճարեց մեր փրկության համար։ Աստված ինչ գին վճարեց իր սերը մեր նկատմամբ դրսևորելու համար եւ այդ սերը մեզ բաշխելու համար, ինչքան թանկ վճարեց Աստված։ Ու մենք սա պիտի կարողանանք ի վերջո գնահատել, թե ոչ։ Այլապես մենք շատ հաճախ ասում ենք, հա, ես մեղավոր եմ, ես անարժան եմ եւ այլն, ու անդադ փախնում ենք այս իրականությունից։ Մենք վախենում ենք ինքներս մեր այդ ներսի ցանկությունը բացահայտել, թե Աստված ինչպես է մեզ սիրում։ Այնպես էլ մենք մեզ պիտի սիրենք։ Ոչ թե մեծամտանալով կամ ասելով, թե ինչ լավն եմ ես, այլ բացահայտելով մեր ներսի, մեր հոգու խորքում թաքցրած այն հնարավորությունները, որոնք որ մեզ կտան, ցույց կտան ճանապարհ դեպի փրկություն եւ դեպի երկնքի արքայություն։ Ու բնականաբար այս իմաստով ինքներս մեզ սիրելը լավագույն ճանապարհն է դեպի փրկություն եւ դեպի Աստված ճանաչողություն։ Հետևաբար այս իմաստով, եթե մեր անձի նկատմամբ սերը բացվում է դեպի Աստված, ապա այն դառնում է խոնարհություն, այն դառնում է երախտագիտություն։ Եթե մեր նկատմամբ, մեր անձի նկատմամբ սերը սկսվում ու ավարտվում է մեր անձով, բնականաբար սա տանում է մեզ դեպի կործանում, դեպի եսասիրություն։ Ես ինչպես արդեն նշեցի, բազմաթիվ մենք օրինակներ ունենք հենց Սուրբ գրքից սկսած, թե ինչքան մարդիկ իրենց կյանքի ամենաուժեղ ցանկությունը եղել Աստծուն սիրելը եւ Աստծուն բացահայտելը։ Եբրայեցիներին ուղված նամակի 11-րդ գլխում այդպիսի մարդկանց մի շարք է թվարկում Պողոս առաքյալը, Աբրահամը, ով թողեց իր տունը եւ գնաց այնտեղ, ուր կանչեց իրեն Աստված։ Մովսեսը հրաժարվեց պալատական կյանքից, շքեղությունից եւ նախընտրեց անապատում մնալ իր ժողովրդի հետ։ Ուրիշներ շատ հաճախ տառապանքներն ու մահը նախընտրեցին միայն թե իրենք հավատարիմ մնան Աստծուն։ Մենք ունենք այսպիսի օրինակներ բազմաթիվ, մեր սրբերի օրինակը, մեր եկեղեցու հայրերի օրինակը, աստվածաշնչյան հերոսների օրինակը, ու այս մարդիկ արտառոց մարդիկ չէին իրենց իբրև անձ, մեր նման սովորական մարդիկ էին, բայց իրենց պարագային Աստծուն սիրելու ցանկությունը ամենաուժեղն էր իրենց կյանքի ընթացքում։ Եվ բնականաբար այս իբրև օրինակ դաս է յուրաքանչյուրիս համար։ Թող ոչ մեզ պետք չի լինել Մովսես մարգարե, մենք չենք էլ կարող լինել, մենք չենք կարող լինել Աբրահամ կամ չգիտեմ, մեր խնդիրը նրանց նմանակելը չէ, մեր խնդիրը մենք մեր նման լինենք եւ մեր միջի այդ սերը բացահայտենք հանդեպ մեր անձը եւ հանդեպ Աստված։ Երբ որ մարդը բախվում է իր ներսի ցանկություններին եւ աշխարհի պահանջներին, այստեղ ծնվում է հակասություն շատ հաճախ։ Եթե մարդու համար ամենակարևոր բանը իր կյանքում երջանկություն է, ապա ինքը այս աշխարհը ընկալում է իբրև հնարավորությունների, հաճույքների մի վայր, իսկ եթե մարդու նպատակը ուղղակի լավ մարդ լինելն է ուրիշների աչքին, այդ մարդը շատ հաճախ սկսում է ճնշել իր եսը, ճնշել իր ցանկությունները եւ հարմարվել մարդկանց պահանջներին, միայն թե մարդկանց աչքին ինքը լավը երևա։ Այս երկու մոտեցումներն էլ ծնում են երկու հիմնական կերպարներ։ Առաջինը ծնում է երեսպաշտ մարդու
որ աշխարհից ու նույնիսկ Աստծուց սպասում է, որ իր կարիքները միշտ պիտի բավարարվեն, եւ երկրորդը հարմարվող մարդն է, մյուս կերպարը հարմարվող մարդն է, որ այս աշխարհին հնազանդվում է իր ցանկությունները ճնշելով, բայց երկուսն էլ ի վերջո կենտրոնացած են մեկ բանի վրա՝ ինքնապահպանության։ Ոչ մեկը, ոչ մյուսը ճանապարհ չեն Աստծուն բացահայտելու եւ Աստծուն ճանաչելու։ Սրանք այս աշխարհի խաբկանքներն են։ Այս երկու կերպարները այն աղճատված մարդու կերպարներն են, որը որ մեզ հրամցնում է այս աշխարհը։ Հոգևոր կյանքը մեզ բոլորովին այլ օրինակ է տալիս եւ այլ ճանապարհ է ցույց տալիս։ Բնական ցանկությունները երբեք մեզ չեն կարող առաջնորդել դեպի Աստված, եթե մարդը պարզապես իր կյանքի ամբողջ ընթացքում նպատակ է դրել իր բնական ցանկությունները բավարարելու։ Իսկ հոգևոր ցանկությունները ծնվում են հենց Աստծո հետ հանդիպումից։ Այն սկսվում է այն պահին, երբ մարդը կանգնում է Աստծո առաջ եւ առանց դիմակի, առանց արդարանալու, առանց ձևապաշտության, իր տկարություններով, իր մեղքերով, իր սխալներով, ինչպեսին որ կա։ Այս ամենաանկեղծ կեցվածքն է, երբ որ յուրաքանչյուր մարդ կանգնում է Աստծո առաջ։ Ու այդ հանդիպումը կարող է լինել երջանկության պահին, այդ հանդիպումը կարող է լինել տառապանքի ու ցավի պահին, այդ հանդիպումը կարող է լինել աղոթքի ժամանակ, տարբեր կերպ կարող է այդ հանդիպումը իրականություն դառնալ։ Բայց ի վերջո այդ հանդիպման արդյունքում մարդը գիտակցում է, որ ոչինչ այս աշխարհում չի կարող համեմատվել Աստծուն ճանաչելու հետ։ Այս ամենամեծ ցանկությունը պիտի լինի յուրաքանչյուր մարդու։ Հոգևոր ցանկությունը մեր մեջ աճում է, երբ մարդը պատրաստական է այդ ցանկությունը սնելու, անդադ այդ ցանկությունը զորացնելու։ Եվ դրա համար մեզ տրված է աղոթքը, որով որ մենք կենթանի հաղորդակցություն ենք պահում Աստծո հետ։ Սա կարևոր պայման է այդ մեր հոգևոր ցանկությունը զորացնելու, մեր հոգևոր ցանկությունը բավարարելու։ Կարևոր միջոց եւ պայման է Սուրբ Գիրքը, որը որ որպես հոգուհաց սնում է մեր հոգին եւ զորացնում մեր հոգևոր ցանկությունները։ Եկեղեցին իբրև համայնք, իբրև հավատացյալների համախումբ, երբ որ մենք բոլորս միասին իրար նաև զորակից լինելով, իրար համար աղոթք անելով, մենք ձգտում ենք դեպի Աստված։ Ծառայությունը կարևոր պայման է մեր մեջ հոգևոր ցանկությունները բավարարելու եւ նաև զորացնելու։ Երբ մարդը իր լավագույնը տալիս է դիմացինին, երբ որ մարդը օգնում է, կարեկցում է, ծառայում է իր նմանին։ Սա այն օրինակն է, ինչը որ Քրիստոս նաև իր երկրային կյանքի տարիներին մեզ փոխանցեց։ Եվ նաև փորձությունները, որոնք նույնպես մեզ համար միջոց են եւ հնարավորություն են սրբագրելու մեր հոգևոր ընթացքը, մեր սերը առ Աստված։ Չէ՞ որ այդ փորձությունների մեջ է հղկվում, ավելի սրբագրվում մեր կյանքը, չէ՞, ինչպես որ հայտնի օրինակը, որ ոսկին կրակի միջով անցնելով է զտվում ու մաքրվում։ Նույնն էլ այս փորձությունները նման են այդ կրակին։ Պարզապես այդ փորձությունների ու դժվարությունների մեջ մենք պիտի կարողանանք ավելի տոկուն եւ ավելի հաստատուն մնալ։ Բնական ցանկությունները միշտ մեզ ձգում են ավելի շատ դեպի եսակենտրոնություն, ինքնասիրություն կամ դեպի այս աշխարհի պահանջներին բավարարում եւ հարմարվում։ Իսկ եթե մենք մեր ներսի լույսը զորացնենք աղոթքով, Աստծո խոսքով, ծառայությամբ, մեկս մյուսին օգնելով, բնականաբար այս պարագային մեր կյանքը բոլորովին այլ արժեք է ստանում եւ մեր կյանքը բոլորովին այլ լույսի տակ է սկսում զորանալ եւ մեր կյանքը ծաղկել աստվածային այս լույսի տակ։ Ու սա մեր բոլորիս առաքելություն է։ Բնականաբար այսօր շատերը կասեն, որ ամենապարզ ցանկությունները մենք չենք կարող անտեսել։ Ոչ մեկ չի ասում ընդհանրապես ցանկությունները, չգիտեմ, ուտելու, հագնելու, չգիտեմ, հազար ու մի կենցաղային ոչ մեկ չի ասում այդ ցանկությունները պետք է ընդհանրապես արմատախիլ անեն, չեք էլ կարող արմատախիլ անել։ Բայց այդ ցանկություններից առավել պիտի լինի մեր հոգևոր ցանկությունները։
այդ ցանկությունները չեն պայմանավորում մեր անձը, այդ ցանկությունները չեն պայմանավորում մեր հոգևոր աճը, այդ ցանկությունները մեր կենցաղային ցանկություններ են, որոնք բնականաբար բոլորս էլ այս կերպ այն կերպ փորձում ենք ինչ-որ կերպ բավարարել, ուտել է պետք, ուտում ենք, ծարավ ենք, ջուր ենք խմում, եւ սա նորմալ է, այստեղ որևէ մեղքի հանգամանք չկա, բայց երբ որ մարդու կյանքի նպատակը դառնում է ընդհանրապես իր նյութական, մարմնական ցանկությունները, այստեղ արդեն մենք կանգնում ենք լուրջ խնդրի առաջ։ Ու գիտեք, ամենասարսափելին այն է, որ այսօրվա աշխարհը սկսում է քիչ-քիչ, այսօր շատ ավելի շեշտադրված, այսօրվա աշխարհը հենց այդ ցանկություններն է գովազդում եւ նաեւ ասում, որ դա նորմալ է։ Ու կարող ես դու միշտ հնարավորություն ունես արդարանալու, ինչու ես դու տրվում այս ինչ կամ այն ինչ ցանկություններին, որովհետեւ բոլորն են այդպես վարվում, որովհետեւ այսօր ընդունված է, որովհետեւ դու եթե ճանապարհով չես գնում, դու այս աշխարհից չես։ Այո, մենք այս աշխարհից չենք։ Երանի մենք ի վերջո սա հասկանանք։ Այս աշխարհը մեզ տրված ժամանակավոր հնարավորություն է մեր կյանքը սրբագրելու, մեր կյանքը բարեփոխելու, բայց հոգևոր առումով բարեփոխելու։ Թե չէ, երբ որ մենք ապրում ենք ընդամենը կուշտ լինելու, լավ հագնվելու, չգիտեմ, նյութական իմաստով բարեկեցիկ կյանք ունենալու համար, եթե մեր կյանքը ընդամենը սահմանափակվում է այս ցանկություններով, ապա այդ ցանկությունները ի վերջո կուլ են տալիս մեզ։ Այդ ցանկությունների մեջ մենք կորցնում ենք մեր դեմքը, մեր արժանապատվությունը, մեր արժեքները, մեր սկզբունքները եւ առհասարակ գիտակցությունը, թե ով ենք մենք։ Հոգևոր ցանկությունների մեջ մենք լիարժեք ազատ ենք։ Այնտեղ եթե դու չես հետևում կամ չես հոգևոր քո ցանկությունները չես բավարարում, այնտեղ արդարանալու հնարավորություն քեզ չի տրվում, չես կարող արդարանալ, չես արելու վերջ, այդտեղ արդարանալու խնդիր չունես։ Կամ պետք է խելքի գաս եւ փոխես ընթացքդ ու իրապես կարևորես հոգևոր ցանկություններդ եւ հոգևոր կարիքներդ բավարարես, այնպես ինչպես որ Սուրբ Գիրքն է մեզ առաջնորդում, ինչպես որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը մեզ սովորեցնում։ Կամ էլ պիտի ասես, որ ես հավատացյալ չեմ կամ քրիստոնյա չեմ։ Այստեղ մարդը էլի լիարժեք ազատ է, բայց այդ ազատությունը պահպանելու խնդիր մենք ունենք, իսկ մեր ազատությունը պահպանելու միակ ճանապարհը իրական ազատության մասին է խոսքս, հոգևոր կյանքով ապրելն է, հոգևոր կյանքի ընթացքը ավելի լուսավորելն է, ավելի զորացնելն է։ Եվ ես չեմ ասում, որ մենք միանգամից կարող ենք հասնել կատարելության կամ սրբության, բայց մենք կարող ենք այդ ճանապարհին անընդհատ շարժվել առաջ, ոչ թե տեղում մի քիչ գնալ, հետո մտածել, հետո նորից գնալ, հետո մտածել, կանգնել, հետո արդարանալ, թե ինչու կանգնեցինք, ինչու այս բանը չարեցինք եւ այլն։ Այնպես որ ամենակարևոր խնդիրը, որ յուրաքանչյուրիս առաջ դրված է, մեր նյութական ցանկությունները ինչքան հնարավոր է պահենք մեզ։ Այստեղ էլ այն ոսկե միջինը պետք է յուրաքանչյուր մարդ կարողանա գտնի։ Ու այսօր շատ հաճախ մարդիկ այդ հարցնում են ոսկե միջինը ո՞րն է։ Շատ դժվար է, այնքան անհատական է այդ ոսկե միջինը, ամեն մեկից պարագային տարբեր է։ Այդ հստակ ստանդարտներ կամ հստակ չափանիշներ այստեղ գոյություն չունեն։ Ոսկե միջինը այն է առաջին հերթին եւ ամենակարևորը, երբ որ մարդու հոգում, սրտում, մտքում առաջին ցանկությունը Աստծո նկատմամբ ունեցած սերն է։ Այդ սերն է այդ սերը բորբոքելն է, այդ սիրուն հասնելն է եւ այդ սիրուն ցկտելն է։ Մնացածը արդեն սրան ստորադասվում են։ Մնացածը արդեն շատ ավելի հեշտ իրենց տեղը կարող են գտնել, եթե իրապես մարդու կյանքում անկեղծորեն առաջին ու գլխավոր, ամենակարևոր իր ցանկությունը Աստծո սիրուն ցկտելն է եւ այդ սիրո մեջ ապրելն է։ Մնացածը ինքստինքյան բոլոր մեր ցանկությունները իրենց տեղերում կհավաքվեն եւ կդասավորվեն այնպես ինչպես որ պետք է։